Ալելույա, փառք Աստծուն, նորից միասին ենք, նորից վայելելու ենք մեր Տիրոջ ներկայությունը, ամեն, ուզում եք վայելել, գիտեք չէ շատ անգամ մենք խոսում ենք այն մասին, որ երբ որ նրա ներկայության մեջ ենք, մի հետարքիր օրինակ կա, մենք միշտ ջանք ենք անում հյուր գնալ այն մարդուն այն ժամանակ, երբ որ ինքը տանն է, համաձայն եք, չէ, սա Աստծո տունն է, երբ որ եկել ենք իր ներկայության մեջ, ուրեմն իր այդ իրական հաղորդակցություն ենք ունենալու։ Չենք եկել որպեսզի տան պատերը տեսնենք, միայն իրար տեսնենք, թեև շատ հաճելի է ու շատ օրհնաբեր է, բայց եկել ենք տան Տիրոջ հետ իրական հաղորդակցություն ունենալու։ Եկել ենք իր այդ իրական հանդիպում ունենալու։ Գիտեք, սա հասկացողություն է, որը երբ որակա մեր կյանքի մեջ մենք սկսում ենք էլ ավելի արդյունավետ լինել մեր պաշտամունքի մեջ։ Մինչ պատկամին կանցնեմ մի քանի կարևոր բաներ, որոնց մասին ուզում եմ խոսեմ, նախ խնդրել եմ, որպեսզի նկարներ ցուցադրեն մեզ ճամբարներից, արդեն դուք մի քանի անգամ էլ լսում եք հայտարարությունը, որ մենք ճամբարային ընթացքի մեջ ենք շարժվում, բավականին հիմա ճամբարում աշխատանքներ է գնում, կարող եք նկարները միացնեք։ Ուզում ենք այդ աշխատանքները ձեզ ցույց տանք, որպեսզի դուք նույնպես քաջալերվեք։ Մենք ամեն անգամ, երբ որ գնում ենք, տեսնում ենք, վայելում ենք, օրհնվում ենք, իրականում քաջալերվում ենք այն մեծ գործի համար, որը տեղի է ունենում։ Երևում է բոլորիդ։ Սա այն նոր ճանապարհն է, որը տնակների դիմաց մենք կառուցում ենք, այսինքն այդ ճանապարհը ավելի մեծացնում ենք, որպես կարողանանք ավելի լավ ճանապարհով քայլենք։ Բավականին աշխատանք է արդեն կատարվել, հուսով եմ արսալիգապատված կիսած սալիգապատված վիճակում նույնպես կարողանան ցուցադրել կտեսնեք։ Այսինքն 3 հատ մեծ ճանապարհ ենք գծել ճամբարի մեջ, որբեսի առանց մեր ոտքը թրջված հողի վրա դնելու կարողանանք շարժվել։ Սա բետոնապատման աշխատանքներն է։ Այս կռահեք որտեղ է այս ճանապարհը։ Հուսով եմ կռահում եք։ Լավ քայլելու ճանապարհ ենք պատրաստել։ Սա են պիսետկեն է, ստեղ մենք սուրճ ենք խմում։ Այս արդեն սալիգապատման աշխատանքներն է, հուսով ենք մի շաբաթվա մեջ կվերջացնեն սալիգապատումը։ Ալելույա, լավ է, չէ, եկեք ծափարենք մեր Տիրոջը։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր։ Ճիշտն ասած ամեն անգամ, երբ որ գնում եմ, իրականում ուրախանում եմ այս օրհնության համար, այս շնորհքի համար, որ Տերը արել է ու կարողանանք բավականին աշխատանքներ անենք։ Իհարկե մեր երկրորդ հարգի ֆոյեի հատվածը, որը անցած տարի կիսակառույց էր, արդեն վերջացրել ենք, մեր երիտասարդները մի քանի անգամ արդեն վայելել են այդ հատվածը, մենք ձմեռային կոնֆերանսներ ենք ունեցել այնտեղում, ու այս տարի լինելու է ավելի բարեկարգ բոլոր առումներով, ունենալու ենք ավելի լավ ընթացք, ավելի լավ բարեկարգ վիճակ ու նաև ունենալու ենք ավելի ու ավելի լավ հարմարավետություն։ Մինչև կհասնենք այն կետը, որ ընդհանրապես տոմիկներից կհրաժարվենք, տնագներից կհրաժարվենք։ Ուզում եք, թե չէ։ Ալելույա, աղոթեք Տերը դռներ կբացի ու կկարողանանք շատ ավելի շենքային լավ պայմաններ ունենալ։ Մի բան, որ մինչև ճամբարները մենք որոշել ենք անել, այս չորեքշաբթի օրը ամսի 28-ին մենք ունենալու ենք փառաբանության ու երկրպագության օր ու նաև մենք ունենանք հաղորդություն ու մեր չորեքշաբթի օրերը կդադարեցնենք ժամանակավորապես, քանի որ մտնում ենք ամառային ընթացքի մեջ, հետո ճամբարային ընթացք է, մենք ամեն շաբաթ բա մեջ մի քանի օր գնալու ենք ընդեղած գործերը առաջ տանելու համար ու եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են կամավոր գան, օգնեն, ծառայեն այնտեղ, մենք պատրաստ ենք կախված իր ունակություններից ընդունելու իրան։ Այսինքն չորեքշաբթի օրը մենք վերջի հաղորդությունով այս ամսվա կդադարեցնենք մեր չորեքշաբթի օրվա ծառայությունները, բայց մի կարևոր բան ասեմ։ Մեր աղոթքները երեքշաբթի օրերի ամեն օրվա աղոթքը, երեկոյան եղբայրական աղոթքը մենք անգամ ճամբարների ընթացքում պահելու ենք։ Այսինքն չենք դադարեցնելու։ Ուզում եմ ամեն մեկիդ քաջալերեմ, ամեն երեքշաբթի ժամը 7-ին եկեղեցում մենք աղոթք ենք անում, հենց լուսաբացին Տիրոջ երեսն ենք փնտրում։ Ընդամենը 1 ժամ, շատ չէ, բայց փառաբանում ենք Տիրոջը, աղոթում ենք արթնության համար, աղոթում ենք նոր ընթացքի համար ու կքաջալերեմ ամեն մեկիդ կարողանաք գաք ու մասնակցեք։
Այսինքն վայելեք այն օրհնությունը, որի մեջ եկեղեցին ինքը գնում է։ Թեև ինքը դժվար է առավոտ շուրջ ժամը 7-ին, հատկապես ձմեռվա հատվածը, որ անում ենք շատ ավելի դժվար էր, մտով մարդիկ գալիս էին, բայց նորից մենք շարունակում ենք մեր ընթացքի մեջ գնալ։ Հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, ճիշտ ասած հայտարարության մեջ նույնպես ներառելու ենք, բայց չենք ներառել, երեք եմ խոսել ավագների ծառայության ժամանակ, ամսի 29-ից սկսած մինչև հունիսի 8-ը, հունիսի 8-ը Պենտեկոստեի օր է։ Մենք հայտարարում ենք ծոմապահության օրեր։ Եկեղեցին լինելու է ծոմի ընթացքի մեջ։ Ամեն մեկը դուք յուրովի որոշեք, այդ 10 օրվա մեջ ինչ տեսակի ծոմապահության մեջ կմտնեք։ Ուզում եք ամենօրյա ծոմի մեջ մտեք, ուզում եք մասնագի ծոմի մեջ մտեք, այսինքն ամեն մեկը որոշեք, բայց խնդրում եմ, որպեսզի ամեն մեկս ունենանք մասնակցություն այս ծոմապահության ու աղոթքի մեջ։ Անկամ ծառայության ավագները իրանց խմբերով ամեն օր եկեղեցում աղոթք է լինելու։ Խմբի ծառայողները ամեն մեկը տեղյակ եք։ Մյուսներդ էլ, եթե ուզում եք տեղյակ լինել, կամ ձեր տնային խմբակի ավագներին հարցրեք, ձեր ծառայության ավագներին հարցրեք ու միաբանվեք այդ աղոթների մեջ։ Այսինքն ամեն օր եկեղեցում աղոթք է լինելու։ Տարբեր ծառայություններ իրանց խմբերի հետ աղոթելու են այս գալիք 10 օրը շարունակ մինչև Պենտեկոստեի օրը։ Իհարկե մենք չենք կարող առաքյալների պես, ինչու՞ չէ Աստված տա է դել կարողանանք առանձնանանք ընդհանրապես 10 օր, ինչ հիանալի կլիներ, մտքով սանձավ կարող է այդպեսի բան անենք։ Բայց այդ ժամանակն է կգա, որ առանձնանանք հենց 10 օր Տիրոջ երեսը փնտրելու, բայց այս կերպով որոշակիորեն կարողանանք լրացնել, կանչել մեր Տիրոջ անունը արթնության համար, Պենտեկոստեի զորության համար աղոթենք, որպեսզի ունենանք թե հիանալի պենտեկոստական օր, թե ընդհանրապես հիանալի ընթացք ունենանք։ Մեկ ուրիշ կարևոր բան, որ ուզում եմ ասեմ, այնքան շատ եմ բաներ ասելու։ Հետարքիրը անցած չորեքշաբթի օրը մենք հետարքիր Սուրբ Հոգու հեղում ենք ունեցել եկեղեցում։ Սովորական մեր պաշտամունքի ընթացքն էր, մենք սկսեցինք աղոթել ու Տիրոջ հոգու զորությունը այնքան իրական իջավ, որ մենք 2 ժամ շարունակ աղոթում էինք։ 9:30 նոր վերջացրել ենք մեր պաշտամունքը։ Մասնագետների մոտ 90-95% կարողացավ մինչև վերջ մնալ, բայց Սուրբ Հոգու ներկայությունը իրականում շատ իրական էր ու շատ զորավոր էր։ Քանիստ եք վայելել չորեքշաբթի օրը։ Գիտեք, ու դրանից հետո հետաքրքիր մի բան, որ կատարվում է, երբ որ կանգնում ենք աղոթքի կարծես երկինքը, մեկ ուրիշ ձևով ավելի բաց է։ Ու այդ օրը իրականում լուծի շղթաներ կոտրվեցին, ազատագրություն տեղի ունեցավ, մեր մտքերի մեջ փոփոխություն տեղի ունեցավ, մեկ անգամ եւս Սուրբ Հոգին գերբնական ձևով շարժեց իր եկեղեցին։ Սա կարելի ասել է վերջի 1 տարվա մեջ երկրորդ հadoop ազդեցությունն է, հadoop շարժն է, որ գալիս է եկեղեցու վրա։ Գիտեք, այն ինչը միշտ կա, մենք բոլորս գիտենք, ապրում ենք ամեն պաշտամունքի մեջ, վայելում ենք, հպվում ենք, այն ինչը միշտ կա, դրա մասին չեմ խոսում։ Խոսում եմ նրա մասին, որը ել ավելի գերբնական է, ել ավելի զորավոր է ու մեզ կարող է պահել իր ներկայության մեջ անգամ ժամերով։ Հավատում ենք շատ ավելին է լինելու։ Իհարկե դուք հիշում եք, ես հաճախակի ասում եմ, որ մի օր մենք կգանք պաշտամունքի ու գուցե մի օր այլևս չվերադառնանք տուն։ Հետո տնեցիք միանան մեզ, որովհետև արթնության հոգին եկել է, մենք չենք ուզում այդ հոգուց դուրս գանք, հետո դրսից սկսեն մարդիկ գալ, բժշկություններ տեղի ունենան, հրաշքներ տեղի ունենան, ձեր ընտանիքի անդամները ապաշխարեն, հետո ուզենաք այստեղ տաղավար շինեք, բայց ասենք չէ, տաղավար շինել պետք չէ, գնացեք ու քարոզեք ավետարանը դրսի աշխարհին։ Աստված օրհնի բոլորիդ, եղեք օրհնված, սիրում եմ բոլորիդ, օրհնում եմ բոլորիդ։ Այն պատգամը, որը սրտումս կա այսօր ձեզ փոխանցելու, կյանք Սուրբ Հոգու հետ։ Գիտեք, հետաքրքիր է, անգամ ես Աստծո առաջ իրականում անկեղծորեն աղոթում եմ, որ սա իմ ամենասիրելի թեման է, որի մասին ես խոսելու եմ։ Բայց միևնույն ժամանակ ամենադժվար թեման է, որովհետև Սուրբ Հոգուն ներկայացնել կամ Սուրբ Հոգու մասին լավագույնս խոսել, իմ կարծիքով երկրի վրա ոչ մի անգամ չի ստացվելու։ Որքան հնարավոր է կփորձեմ խոսել, բայց այնքան մեծ է ինքը, այնքան հզոր է ինքը, այնքան զորավոր է ինքը, այնքան
մտերիմ է ինքը, որ միևնույն է մեր մարդկային բառերը երբեք ու երբեք չեն կարողանա արտահայտել, նկարագրել թեկուզ մասնագի ձևով նրան, ում մասին ուզում եմ խոսել։ Ով մեր բարեկամն է, ով մեր մտերիմն է, ով մեր Աստվածն է, ով մեր առաջնորդն է, մեր ուսուցիչն է, ով մեր կյանքերի մեջ ամենն է, ամեն բանի մեջ։ Բայց գիտեք, մի շատ կարևոր բան կա, որ ուզում եմ այսօր մենք մեր հայացքը ավելի կենտրոնացնենք Սուրբ Հոգու վրա, ինչու համար, որովհետև Սուրբ Հոգին, որը մեր կյանքերի մեջ է, լինելով ամեն բանի մեջ, լինելով Աստված, լինելով մեր առաջնորդը, շատ անգամ մենք իր դերն ու իր կարևորությունը մեր կյանքերի մեջ կողքի ենք դնում։ Կողքի ենք դնում ոչ թե գիտակցաբար, այլ կողքի ենք դնում չհասկանալով, ինչպես մոտենանք իրեն, ինչպես զրուցենք իր հետ, որն են հաղորդակցության կապը, որը վերջապես մեր եւ Սուրբ Հոգու միջև տեղի է ունենալու, որը կփոխի մեր կյանքերը։ Գիտեք, Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը ամենազորավոր եւ օրհնյալ բանն է։ Ուզում եմ Հիսուսի խոսքերից կարդանք Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 16-ից 18-րդ համարները եւ մի քանի ճշմարտությունների վրա հատուկ ուշադրություն դարձնենք։ Աշակերտները ինչ որտեղ տագնապի մեջ էին, քանի որ Հիսուսը արդեն մի քանի անգամ հաղորդության երեկոյան ինքը ասել էր, որ ես գնալու եմ, որ ես չարչարվելու եմ, որ ես խաչվելու եմ, ու աշակերտները իրանք մի հատ վիճակի մեջ էին, ինչ է լինելու հետո, եթե Հիսուսը չլինի, ինչ է լինելու, մենք ինչպես ենք առաջ շարժվելու, ինքը մեր հետ էր, ինքը երկրի վրա էր, մենք հրաշքներ ու նշաններ ենք գործում, մենք ունենք Հիսուսին, ում հետ կիսվում ենք, ումից օրհնվում ենք, ումից սովորում ենք, բայց ինչ է լինելու, եթե ինքը չլինի։ Ու հանկարծ մենք տեսնում ենք Հիսուսի խոսքերը, որոնք իրական քաջալերանք են իր եկեղեցու համար, յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Եվ ես Հորը կխնդրեմ, եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որբեսի հավիտյան ձեր հետ լինի, ճշմարտության Հոգին։ Հիսուսը աշակերտների մխիթարում է հետևյալ կերպ. ես Հորը կխնդրեմ եւ ճշմարտության Հոգին Հայրը կշնորհի ձեզ, կբերի ձեր կյանքի մեջ, ով ձեր մեջ կբնակվի, այսինքն դուք միևնույն է մենակ չեք մնալու, ես Հորը խնդրելու եմ Սուրբ Հոգու համար, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ չի ճանաչում։ Հիսուսը խոսում է Սուրբ Հոգու մասին հետևյալ կերպ. աշխարհը Սուրբ Հոգուն չի տեսնում ու չի ճանաչում։ Ինչու համար է հատուկ Հիսուսը շեշտադրություն անում սրա վրա, որովհետև շարունակության մեջ ասում է, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեր մոտ։ Այսինքն Հիսուսը հատուկ կերպով ասում է, որ մենք ճանաչելու ենք Սուրբ Հոգուն։ Ինչու համար, որովհետև ինքը մեր մեջ է, ինքը մեր հետ է, ինքը ամեն ժամանակ որպես Աստված մեր մեջ է Հիսուսի փոխարեն, մեր հետ է Հիսուսի փոխարեն, թեև աշխարհը իրան չի ճանաչելու, բայց մենք ճանաչելու ենք նրան։ Մենք տեսնում ենք Հիսուսի խոսքերի մեջ մի հատ զորավոր արտոնություն, ճանաչել Սուրբ Հոգուն։ Ճանաչել, թե ով է Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ։ Գիտեք, ճանաչողություն բառը, եթե մենք ուսումնասիրենք, եթե մենք քննենք, մենք կտեսնենք ավելին, ճանաչում ես այն մեկին, ում հետ մտերիմ ես, ճանաչում ես այն մեկին, ում ձեռքը կարող ես բռնել, ում կարող ես փաթաթվել, ճանաչում ես այն մեկին, ում հետ կարող ես անկեղծորեն զրուցել, մնացածը զուտ ծանոթություն է, ճանաչողությունը ավելին է։ Մենք ճանաչում ենք մեր ընտանիքի անդամներին, որովհետև մտերիմ ենք իրար հետ, որովհետև իրար խնդիրներ ու դժվարություններ գիտենք, ու Հիսուսը ասում է. դուք կճանաչեք նրան, որովհետև նա ձեր մեջ կլինի։ Սա մի զորավոր արտոնություն է, ու Հիսուսը ինքը լրացնում է ասելով, որ ես ձեզ որբ չեմ թողնի, դուք դադարք չեք մնա, կգա Սուրբ Հոգին, ով կլրացնի իմ տեղը, կգա Սուրբ Հոգին, ով կմխիթարի ձեզ, ով կառաջնորդի ձեզ, եւ ոչ թե ինքը ուղղակի մի հատ միստիկ բան է, այլ ինքը իրական է եւ դուք կճանաչեք իրան։ Գիտեք, իրականության մեջ քո կողքիդ նստած քույրը կամ եղբայրը իրական է։ Դու կարող ես հպվել իրան,
Դու կարող ես տեսնել իրան, դու կարող ես զրուցել իր հետ։ Սա իրական բառի իմաստը։ Ու Սուրբ Հոգին ինքը նույն կերպ Հիսուսը ներկայացնում է, որ Սուրբ Հոգին երբ որ եկավ, ինքը նույնպես իրական է, որքան Հիսուսը ինքն է եղել իր առաքյալների հետ։ Այն Հոգին, որը բնակված է մեր մեջ, ինքը նույնքան իրական է, ինչպես այն ժամանակ Հիսուսը իրական էր ու քայլում էր աշակերտների հետ։ Ու մենք ամեն մեկս այդ իրական Հոգուն, Սուրբ Հոգուն ճանաչելու կարիք ունենք։ Մի փոքր ժամանակ էլ աշխարհն էլ չի տեսնել ինձ, բայց դուք կտեսնեք ինձ։ Հիսուսը խոսում է այն մասին, որ կգա ժամանակ, ես կվերցվեմ աշխարհից, աշխարհը այլևս ինձ չի տեսնելու, բայց մենք տեսնելու ենք Հիսուսին։ Ինչու համար, որովհետև Հիսուսի մեջ բնակվող Հոգին, որովհետև Սուրբ Հոգին, Աստծո երրորդ ազնվորությունով Աստված է, կբնակվի մեր մեջ, մենք կշարունակենք տեսնել իրեն։ Գիտեք, անգամ եթե այս բառերի վրա մենք ուշադրություն դարձնենք, դու տեսնում ես այն անձին, ով իրապես իրական է։ Դու չես կարող տեսնել օդը, թեև օդ գոյություն ունի, բայց մենք չենք կարող տեսնել, բայց Սուրբ Հոգին ինքը իրական ազնվորություն է, ու մենք կարող ենք տեսնել ու զգալ մեր կյանքերի մեջ։ Ու Հիսուսը ասում է, աշխարհը չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք։ Հովանու Ավետարան 15-րդ համարի մեջ ասում է, մնացեք իմ մեջ ու ես ձեր մեջ։ Այսինքն սա մի աստվածային պատգամ է, որ այս խոսքերից հետո Հիսուսը իր ուսուցման մեջ շարունակում է ասել, մնացեք իմ մեջ ու ես էլ ձեր մեջ, այսինքն Հիսուսի ներկայությունը մեր մեջ իր Հոգու միջոցով է։ Գիտեք, մենք ամեն մեկս կարող ենք այս խոսքերի միջոցով տեսնել հետևյալը, այնպես ինչպես Հիսուսը քայլում էր երկրի վրա իր աշակերտների մեջ ու ժողովրդի մեջ, նույն կերպ Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ է եւ կարող է քայլել մեր կյանքի մեջ մեր հետ ու իր եկեղեցու մեջ։ Այդքան իրական է Սուրբ Հոգին։ Գիտեք, ես հասկանում եմ, մենք խոսում ենք բաների մասին, որը դեռ չունենք, բայց ունենք հնարավորություն ունենալու։ Ունենք հնարավորություն ավելի մոտենալու եւ ճանաչելու վրա։ Հոգու մեր մեջ լինելու միջոցով մենք ապրում ենք նրա հետ շարժվելով իր հոգու կամքի մեջ։ Քանի որ Սուրբ Հոգին մեր մեջ է, մենք ունենք իրավունք ապրելու, շարունակելու ապրել Հիսուսի հետ, Աստծո հետ, հենց երկրի վրա։ Ու շատ անգամ մենք երբ որ աղոթում ենք մեր հայացքը դեպի երկինքը, այո, մենք աղոթում ենք դեպի երկինքը, դեպի մեր կենտանի Աստծուն, բայց կա ժամանակ մենք իրականում չունենք կարիք երկինք նայելու, որովհետև իրական Աստվածը իր հոգու միջոցով բնակված է մեր մեջ։ Ու դա Սուրբ Հոգին է։ Ու մենք լցված ենք իրանով, ու մենք ունենք իրան մեր կյանքերի մեջ, ու մենք ամեն մեկս ունենք կարիք ճանաչելու եւ մոտենալու իրեն։ Հովանու Ավետարան 16-13 համարը հետևյալն է ասում. Սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը։ Մենք տեսնում ենք մեկին, ով Հիսուսի պես լինելու է մեր հետ ու առաջնորդելու է մեզ։ Առաքյալները իրանց երկրային կյանքի մեջ, Հիսուսի երկրային կյանքի մեջ երբեք չմոլորվեցին, որովհետև Հիսուսը իրանց հետ էր, որովհետև Հիսուսը առաջնորդում էր իրանց։ Նույն կերպ Տիրոջ Հոգին մեր մեջ է, մեզ առաջնորդելու համար այն ճշմարտությունների մեջ, որի համար Աստված մեզ կանչում է իր մեջ լինելով ապրել իր հետ։ Այսինքն մեր մեջ, եթե մենք իր մեջ ենք ու հետևում ենք իրան, մեր մեջ կա երաշխիքը չսխալվելու ու չմոլորվելու։ Աստված այդ երաշխիքը դրել է մեր մեջ։ Գիտեք, իրականության մեջ ես մի բան եմ մտածում, հնարավոր չէ մեկը քայլել Հիսուսի հետ ու ակամայից գնալ սխալի մեջ։ Գուցե դու մտածես Հուդան գնաց սխալի մեջ, Հուդան որոշեց եւ ընտրեց սխալի մեջ գնալը։ Ու շատ անգամ մեր կյանքերի մեջ, երբ որ մենք նույնպես սխալ քայլեր ենք անում, մենք ուղղակի որոշում եւ ընտրում ենք Աստծո կամքին հակառակ։ Դա է պատճառը մեր սխալվելու, բայց քանի դու փնտրում ես Տիրոջ կամքը, քանի քո աղոթն ու աղաղը նրա առաջ է, քանի դու ճանաչում ես իրեն եւ անկեղծորեն փնտրում ես իր կամքը, դու չես կարող սխալվել։ Ինչու համար, որովհետեւ քո նպատակը Տիրոջ կամքը կատարելն է եւ Սուրբ Հոգին քո հետ է ամեն ճշմարտության մեջ քեզ առաջնորդելու համար։
Ես իրականության մեջ չեմ ընդունում են թեզերը, որ մարդիկ ասում են, թե այս մեկը շատ լավն էր, փնտրում էր Աստծուն, բայց ինքը մոլորվեց, հնարավոր չէ նման բան։ Հնարավոր չէ մեկը փնտրի ճշմարտությունը ու մոլորվի։ Հնարավոր չէ մեկը անկես լինի Տիրոջ առաջ ու մոլորվի։ Ինչու համար, որովհետև ճշմարտության հոգին իմ եւ քո մեջ է, մեզ կյանքի ճանապարհի մեջ պահելու համար։ Սուրբ հոգին է այս ամենը։ Կյանքի հոգին մեր մեջ է, մեզ կյանքի ճանապարհի մեջ պահելու համար։ Ու սա իրականում հիանալի է։ Բայց գիտեք մի կարևոր բան, որը որպես քրիստոնյաներ մենք ունենալու եւ անելու ենք մեր կյանքի մեջ։ Ես ուզում եմ այս պատկամի զարգացման մեջ մենք ամեն մեկս գնանք ավելի Տիրոջը մոտենալու համար։ Այն Սուրբ հոգին, որը մեր կյանքերի մեջ է ու Հիսուսը դրել է մեր մեջ, մենք ունենք կարիք իր հետ հաղորդակցվելու։ Մենք ունենք կարիք իր հետ զրուցելու։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ, երբ որ նոր էի ապաշխարել, իշքանով որ հիշում եմ 1992-3 թվականներն էր, 1-2 տարվա քրիստոնյա էի, խոսում եմ մի հատ եղբոր հետ, ինքը ինձ ասաց, երբ որ աղոթում ես հայացքդ որտեղ է, ասացի դեպի երկինք, ասաց այո երկնքում Աստված է, բայց երբևէ չես մտածել աղոթելու ժամանակ խոսես այն հոգու հետ, որը բնակված է քո մեջ։ Գիտեք, անկեղծորեն ասեմ, երբեք չէի մտածել։ Շատ անգամ ես պատմում եմ այս վկայությունը։ Դրանից հետո ես հիշում եմ գնացի տուն, կանգնա աղոթքի ու սկսեցի աղոթքս հետևյալ բառերով. Սուրբ Հոգի, ես ուզում եմ ճանաչել քեզ։ Ես քո կարիքը ունեմ։ Ես այս անգամ աղոթում եմ քեզ։ Իմ հայացքս դեպի քեզ է, գուցե դեպի իմ սիրտը, որովհետև չգիտեմ ինչու մտածում եմ, որ դու իմ սրտի մեջ ես, իմ հոգու մեջ ես, իմ ողջ էության մեջ ես, իմ հայացքս դեպի քեզ է, ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ սովորել խոսել քո հետ, հաղորդակցության մեջ խոսք կա, դու չես կարող անընդհատ քո հայացքը դեպի երկինք պահել, թեև միևնույն է մենք ունենք արտոնություն Սուրբ Հոգուն ճանաչելու հենց Հիսուսի խաչի միջոցով, բայց եթե դու ուզում ես իրական հաղորդակցություն Սուրբ Հոգու հետ, դու ունես կարիք քո հայացքը ուղղելու, կենտրոնացնելու հենց այն հոգու վրա, որը բնակված է քո մեջ, որը եկել է քո որբությունը, Աստծո կողմից քո ունեցած որբության տեղը, դադարությունը լրացնելու համար, ուղղակի խոսիր իր հետ։ Ու այդ պատճառով Պողոս առաքյալը մեր ամեն մեկի համար շատ հայտնի խոսք է Երկրորդ Կորինթացիների 13-րդ գլխի 13-րդ խոսքի մեջ, ինքը խոսում է Սուրբ Հոգու հետ ունեցած հաղորդակցության մասին։ Գիտեք, հաղորդակցությունը զրույց է, հաղորդակցությունը տալ եւ առնել է։ Դու չես կարող նստել մեկի կողքին ու ընդհանրապես չզրուցել ու ասել լավ ժամանակ անցկացրեցինք, լավ հաղորդակցվանք իրար հետ։ Չէ, գուցե ուղղակի դուք իրար ներկայության մեջ եք, գուցե այդ կանն էլ բավարար էր, որ վայելեիք իրար, բայց հաղորդակցության մեջ զրույց կա, տալ ու վերցնել կա, սովորել կա, իրար դիմել կա, Սուրբ Հոգի ես քո կարիքը ունեմ, դու Աստված ես իմ մեջ, ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ իրապես ճանաչել քեզ, հպվել քեզ, ես ուզում եմ քո իրական ներկայությունը ավելի ունենամ իմ կյանքի մեջ։ Գիտեք, ես հիշում եմ այդ փնտրտունքների մեջ, երբ որ մանուկ էի հոգևորապես փնտրում էի, ուզում էի ավելի Սուրբ Հոգուն, ես հիշում եմ մի անգամ գերբնական ձևով տեսել եմ իր զորությունը իմ աղոթքի ժամանակ։ Գերբնական հանդիպումներ շատ եմ ունեցել, բայց ես կարծես Աստված բացեց այդ հաղորդակցության ժամանակ ու ես ինչ-որ ձևով տեսա Սուրբ Հոգու փառքը իմ կյանքի մեջ, հենց աղոթքի մեջ, հենց իմ կողքին ու Աստված կարծես թե այդ միջոցով ցույց տվեց, որ ես իրական եմ, ոչ թե դու ուղղակի լոկ բառեր է, որ լսել ես, այլ ես իրական եմ ու այդ իրական Աստվածը ապրում է քո մեջ, իրական Աստվածը ապրում է քո մեջ։ Գիտես, սա է մեր հաղթանակի երաշխիքը, սա է մեր օրհնության երաշխիքը, սա է մեր ճշմարտության մեջ քայլելու երաշխիք է, սա է մեր առաջընթացի երաշխիքը, ճանաչել նրան ու հաղորդակցվել նրա հետ։ Մենք այն չափով ենք իրականում հոգևոր ընթացքի մեջ ճշմարտության մեջ քայլում, ինչ չափով որ մենք ճանաչում ու հաղորդակցվում ենք իր հետ։ Ու շատ անգամ մեր կյանքերի մեջ գուցե մենք ավելին չենք էլ կարող անել, որովհետև իրականության մեջ մենք ավելին չենք ճանաչում ավելին անելու համար։ Բայց այսօր այն օրն է, որի մեջ դու որոշելու եւ ասելու ես. Տեր, ես ավելին եմ ուզում։ Տեր, ես ավելին եմ ուզում։ Սուրբ Հոգի, ես ավելին եմ ուզում քեզ ճանաչել։
Ու Պողոս առաքյալը խոսում է Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մասին։ Մեկ ուրիշ համար, որը ուզում եմ կարդամ ձեր համար, Արտեմ Պետրոսի երկրորդ թղթից, այս խոսքը նույնպես շատ զորավոր է իմ համար, որ Պետրոսը քաջալերում է իր եկեղեցուն։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-րդ համարից։ Նրա աստվածային զորությունը, որ մեզ շնորհեց, կյանքի եւ աստվածապաշտության վերաբերվող ամեն ինչ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքելությամբ։ Պետրոսը ասում է, որ նա իր աստվածային զորությունը շնորհել է մեզ աստվածապաշտության կյանքի համար ամեն բան ճանաչելու եւ իմանալու համար։ Աստված արդեն իսկ շնորհել է մեզ իր զորությունը, որը իր հոգին է, իր հոգու ներկայությունն է, այդ զորությունը իր հոգու միջոցով մեր մեջ է, ու շարունակության խոսքը հետեւյալն է ասում, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրված, որբեսի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք։ Ինչու համար են այդ խոստումները, ինչու համար Աստված իր հոգին դրել մեր կյանքի մեջ, որբեսի մենք այդ հոգու միջոցով, իր շնորհի միջոցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք։ Գիտեք, իրականում ուզում եմ մտածել սրա մասին։ Ինչ է նշանակում հաղորդակցվել աստվածային բնույթի հետ, ինչ է նշանակում հաղորդակցվել Աստծո հետ, ինչ է նշանակում իրան իրապես ունենալ քո կյանքի մեջ։ Մենք ամեն մեկս ունենք այս արտոնությունը հաղորդակցվելու աստվածային բնույթի հետ, Սուրբ Հոգու միջոցով, հաղորդակցվելու Սուրբ Հոգու հետ, ավելի հպվելու իրեն, ավելի ճանաչելու իրեն, ավելի մոտենալու իրեն, եւ սա մեր արտոնությունն է եւ Աստծո շնորհն է, որ Տերը տվել է։ Սիրելի եկեղեցի, Աստված մեր ամեն մեկին կանչել է այս երկրի վրա արդյունավետ կյանք եւ ընթացք ունենալու համար։ Ու ինքը ամեն բան շնորհել է այդ կյանքի համար։ Ինքը ամեն միջոցները տվել է, անգամ Աստված ինքն իրեն դրեց մեր կյանքերի մեջ մեզ օգնելու եւ առաջնորդելու համար, ճշմարտությունը սովորեցնելու համար։ Աստված ինքն իրեն դրեց մեր կյանքերի մեջ, որբեսի մենք չսխալվենք, որբեսի ամեն անգամ մենք կարողանանք այդ զորության աղբյուրից ուղղակի սնվել, ուղղակի վերցնել, ուղղակի լցվել։ Ու շատ անգամ երբ որ մենք կանգնում ենք ու ուղղակի ասում ենք Սուրբ Հոգի լցրու ինձ։ Եթե դու ճանաչում ես Սուրբ Հոգուն, դու զգում ես մի հատ շարժ։ Տիրոջ հոգին սկսում է շարժվել, Տիրոջ հոգին սկսում է լցնել, Տիրոջ ներկայության հոսքը սկսում է ուղղակի գալ քո կյանքի մեջ, ինչու համար, որովհետև Աստծո նպատակը հենց ինձ եւ քեզ օրհնելն է իր աստվածային բնույթի հետ հաղորդակցության միջոցով։ Ու մենք կանգնելու ենք այս ճշմարտության մեջ, մենք գնալու ենք այս ճանապարհը, մենք ունենալու ենք իրական հաղորդակցություն Սուրբ Հոգու հետ։ Գիտեք, եթե ամեն մեկիդ հարցնեմ եւ ասեմ, ուզում եք հաջողված հոգեվոր ընթացք ունենալ, մեր ամեն մեկի պատասխանը դրականն է։ Բայց գիտեք, կան բանալիներ, որոնք մենք օգտագործելու ենք։ Եվ Աստված իր խոսքի միջոցով մեզ շնորհել է մի պարգև, մի անձնավորության, որը մեր կյանքի մեջ է, ու մենք ունենք կարիք մեր հայացքը դեպի իրան դարձնելու։ Մեր հայացքը ուղղելու իրան եւ աղոթելու իրան եւ ասելու Սուրբ Հոգի, շնորհակալ եմ, որ բնակված ես իմ մեջ։ Շնորհակալ եմ, որ քեզ ունեմ իմ կյանքի մեջ։ Շնորհակալ եմ, որ դու իմ Աստվածն ես իմ կյանքի մեջ։ Շնորհակալ եմ, որ դու Հիսուսի փոխարեն առաջնորդում ես ինձ ճշմարտության մեջ։ Շնորհակալ եմ, որ դու ամեն անգամ իմ մեջ ես ինձ զորացնելու համար։ Գիտեք, իրականության մեջ գալիս է մի պահ, ես հիշում եմ իմ հոգևոր կյանքի ընթացքի մեջ եկավ մի պահ, որ ամեն անգամ կրոնական ձևով, երբ որ հարցնում էին ինչպես ես, կախված իմ զգացմունքային վիճակից պատասխանում էի, թե տգար եմ, թե կարիք ունեմ, ու հիշում եմ մեկ անգամ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության ժամանակ Սուրբ Հոգին խոսեց իմ հետ ասելով. Ես երբևէ կտգարանամ, թե չէ։ Ասացի Տեր, դու Աստված ես, դու երբևէ չես տգարանա։ Քո կախումը ինձանից է, թե չէ։ Ես ասացի Տեր, այո, ես ուզում եմ, որ իմ կախումը ինձանից լինի։ Իսկ ինչու համար ես նայում քո զգացմունքներին։ Մենք շատ անգամ գնահատականը մեր կյանքերի մեջ տալիս ենք նայելով մեր զգացմունքային վիճակին, ոչ թե այն հոգուն, որը մեր մեջ է։ Ու դրանից հետո ես սովորեցի ավելի նայել իրան։
Ավելի կենտրոնանալ իր մեջ։ Սկսեցի հասկանալ, որ այն հոգին, որ ապրում է իմ մեջ, ինքը իրական է, ինքը Աստված է ու ինքը իմ մեջ է ինձ զորացնելու համար, այլևս տգարությունը իմ կյանքի մեջ իրավունք եւ իշխանություն չունի, որովհետեւ զորավոր Աստված իր հոգու միջոցով բնակված է իմ մեջ։ Ուղղակի այդ աղբյուրից անընդհատ սնվել է պետք։ Այդ աղբյուրից ամեն օր վերցնել է պետք։ Այդ աղբյուրին ամեն օր մոդենալ է պետք։ Այդ աղբյուրի հետ ամեն օր հաղորդակցվել է պետք ու քո կյանքը իրականում կփոխվի, որովհետև այդ աղբյուրը կյանքի աղբյուր է։ Կենարար աղբյուր է, որ ամեն ժամանակ ուղղակի կարող է բխեցնել իմ եւ քո կյանքի մեջ։ Եվ Պետրոս առաքյալ այդ պատճառով ասում է, Աստված ամեն բան շնորհեց մեզ աստվածային բնույթին հաղորդակից լինելու համար։ Սա մեծ արտոնություն է։ Աստվածային բնությունը իր ներսի աշխարհն է, իր էությունն է, իր ամբողջությունն է, ու ես եւ դու իր հոգու միջոցով ունենք հնարավորություն հաղորդակցվելու այդ բնության հետ, մոդենալու այդ բնությանը, ընկնվելու այդ բնության մեջ։ Գիտեք, շատ անգամ իմ աղոթներից մեջ ես շատ համարձակ եմ ու դրա պատճառը Աստծո շնորհն է։ Գիտեք ինչու համար եմ համարձակ, որովհետև Տիրոջ հոգին է այդ ամենը անողը, որովհետև ամեն բան Տիրոջ հոգուց է, որովհետև ես ավելի քան գիտեմ, որ ինձանից ոչինչ չկա, միմիայն նա է ներգործողը եւ անողը, իսկ նա ամենակարող Աստված է։ Նա չի ապրում սահմանների մեջ, նրա զորությունը երբեք չի պակասում, ու այն հոգին ում զորությունը երբեք ու երբեք չի պակասում, բնակված է մեր ամեն մեկի կյանքի մեջ, եւ սա հրաշալի է, եւ սա փառավոր է, եւ այս աղբյուրից մենք ամեն մեկը սնվելու կարիք ունենք։ Ուզում եմ ավելի շարունակեմ այս թեման։ Գիտեք, Սուրբ Հոգու հետ ունեցած մեր հաղորդակցությունն ու հարաբերությունը ինքը իրականում ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սկսվելու է։ Ես վստահ եմ ամեն մեկս մեր աղոթքի մեջ գուցեև թիմել ենք Սուրբ Հոգուն, բայց հաղորդակցությունն ու հարաբերությունը անգամ մարդ մարդու հետ, ցանկացած իրավիճակի հետ, ցանկացած սոցիալական հաղորդակցության մեջ գոյություն ունի զարգացում։ Մենք ունենք կարիք զարգացնելու մեր հաղորդակցությունը Սուրբ Հոգու հետ։ Մենք ունենք կարիք զարգացնելու մեր մտերմությունը Սուրբ Հոգու հետ։ Ու գիտեք, մենք ճանաչում ենք մարդուն ավելի շատ այն դեպքում, երբ որ ավելի հաճախ ենք հանդիպում իր հետ։ Երբ որ ավելի հաճախ ենք լսում իրան, երբ որ ավելի հաճախ ենք շփվում իր հետ։ Մենք սկսում ենք ավելի ճանաչել ինչու համար, որովհետև հաճախակի շփման միջոցով մենք ավելին ենք վերցնում իրանից։ Մենք ավելին ենք ճանաչում իր ներսի աշխարհը, նույնը Սուրբ Հոգու հետ։ Շատ անգամ ամենամեծ խնդիրը, որ ունեցել է հոգեգալստական եկեղեցին, հետևյալն է։ Ուզում եք իմանալ որն է։ Ուզում եք իմանալ որն է այդ խնդիրը եղել։ Մարդիկ մտածում են, ես Սուրբ Հոգով լցված եմ, լեզուներով աղոթում եմ, փառք Տիրոջս, ամեն բան վերջացավ, ամեն բան կանգնավ։ Կարծես թե մենք մտածում ենք Սուրբ Հոգուն մենք մեր կյանքի մեջ ունենք, որովհետեւ ինքը ուղղակի լեզուներով աղոթի ու վերջ։ Մգրտված ես, լցված ես հոգով, այո, փառք Տիրոջը, վերստին ծնված եմ, աղոթում եմ լեզուներով ու սահման դրեցինք, այլևս առաջ ընթաց չկա, ու մենք միշտ սովոր ենք, հակված ենք մտածելու, Սուրբ Հոգին իմ կյանքի մեջ է, ես աղոթում եմ լեզուներով, այդ պարգևը դրսևորվում է իմ կյանքի մեջ ու բավարար է։ Բայց գիտեք, դա ընդամենը նշան է։ Դա ընդամենը նշան է։ Սուրբ Հոգու ներկայության, ազդեցության, ներգործության նշանն է, որը կա մեր կյանքի մեջ։ Դա դեռ չի նշանակում, որ այդ է ու վերջ, Սուրբ Հոգին ավելին է, Սուրբ Հոգին Աստված է, որի բնույթի հետ հաղորդակցվելու մենք կարիք ունենք։ Անգամ լեզուների աղոթքը, որը Տերը դրել է մեր կյանքի մեջ, իրականում ունի պատճառ, որի մասին ես ուզում եմ խոսել։ Գիտեք, կան բաներ, որ իրականության մեջ հեշտ չէ։ Հեշտ չէ, երբ որ մեր կարողությունից է, բայց երբ որ այն կողմում կանգնած է մեկ, ով ամենակարող Աստված է, ու դու քո ձեռքը երկարում ես դեպի իրան, մնացածը արդեն ինքն է անում։ Մնացածը ինքն է անում։
Գիտեք, շատ անգամ մենք կարիք չունենք, թե ինչպես է լինելու այդ ամենը, ինչպես է զարգանալու այդ ընթացքը, ուղղակի եղիր մեկով փափագում է, եղիր մեկով սկսելու է, եղիր մեկով քայլ է անելու դեպի Տերը, դեպի Սուրբ Հոգու հետ իրական հաղորդակցությունը եւ մնացածը ինքը ուղղակի կառաջնորդի քեզ։ Որքան որոշես հետևել իրեն, այնքան ինքը կառաջնորդի քեզ։ Որքան որոշես մոդենալ իրեն, այնքան ինքը կմոդենա քեզ։ Որքան ուզենաս ինքը իրական լինի քո կյանքի մեջ, այնքան ավելի իրական կլինի քո համար, որքան աղոթես իրան, այնքան ինքը իրեն կբացահայտի քեզ, որքան փափագես իրեն, այնքան ավելի կճանաչես նրան, ու որքան ճանաչես, այնքան իր զորությունը ուղղակի կարծակվի քո կյանքի մեջ։ Գիտեք, շատ անգամ Աստված իր հոգին դրել է մեր մեջ, որովհետեւ այդ հոգու հետ մտերմության միջոցով մենք Աստծո թագավորությունը բերենք երկրի վրա։ Այդ հոգու հետ մտերմության միջոցով Աստծո թագավորության զորությունը բերենք երկրի վրա։ Շատ անգամ մենք խնդրում ենք Աստծո թագավորության զորությունը առանց Սուրբ Հոգու հետ մտերմության, մենք չենք կարող ունենալ այդ զորությունը, քանի որ այդ զորությունը արձակվում է Սուրբ Հոգու միջոցով։ Մեր ամեն մեկի կարիքը ուղղակի Տիրոջ հոգուն մոդենալն է, ուղղակի Սուրբ Հոգուն մոդենալն է, մեր փափագի ուղղվածությունը դեպի նրան ուղղորդելն է։ Գիտեք, կան բաներ իրականում դժվար են, բայց ամեն բան հնարավոր է, որովհետև ամենակարող Աստված մեր մեջ է։ Աստված ինքն իրեն իր հոգու միջոցով բնակեցրել է իմ եւ քո կյանքի մեջ քեզ առաջնորդելու համար, քեզ պահելու համար։ Ինչու համար են շատ անգամ վախերը, տագնապները մեր կյանքի մեջ, որովհետև մեր մեջ չկա այդ Աստված ճանաչողությունը, Սուրբ Հոգու հետ իրական հաղորդակցությունը, ու մենք թույլ ենք տալիս ինչ որ վախեր, տագնապներ, անհանգստություններ մեզ բռնեն, ու մենք չենք գիտակցում երկինքին ստեղծող Աստվածը իմ կյանքի մեջ է եւ ինքն է խնդիրների պատասխանը եւ ինքն է զորություն ունեցողը, որ կարող է իրավիճակ փոխել։ Կարող եք ծափարել Տիրոջը սրա համար։ Փառքես Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո հոգու համար, շնորհակալ ենք քո հոգու համար, շնորհակալ ենք Սուրբ Հոգու համար, շնորհակալ ենք Տեր։ Պողոս առաքյալը ինքը հատուկ շատ շեշտ է դնում աղոթքի վրա։ Ինչու համար, որովհետև Սուրբ Հոգուն ճանաչել, առանց Սուրբ Հոգուն աղոթելու, առանց աղոթքի կյանքի մենք չենք կարող։ Քանիստ եք ուզում ճանաչել Սուրբ Հոգուն։ Գնացեք իր տուն։ Գուցե ասես ինչպես, իր տունը հենց դու ես։ Մտիր քո ներսի սենյակ ու սկսի զրուցել իր հետ։ Մտիր քո ներսի սենյակ եւ սկսիր զրուցել իր հետ։ Եփեսացիների 6-րդ գլխի 18-րդ համարի մեջ Պողոս առաքյալով խորհուրդ է տալիս հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ, նույն առաքյալը հետեւյալ խոսքերն է ասում. ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք կարեք ամեն ժամանակ հոգով եւ սրանում հսկեցեք։ Բոլոր հարատևությամբ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Առաքյալը կարծես մեզ մի բանալի է տալիս։ Ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով։ Առաքյալը մեզ ասում է այն հաղորդակցության մասին, որ խոսում էր առաքյալը ասելով Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեր հետ լինի, նույն առաքյալը ասում է ամեն ժամանակ աղոթեք, աղոթքում հարատևեք եւ աղոթք արեք հոգով։ Աղոթք արեք հոգով, աղոթք արեք լեզուներով։ Մենք շատ անգամ ուզում ենք Սուրբ Հոգուն ճանաչել, ավելի քիչ այդ պարգևը, որը Սուրբ Հոգին մեր մեջ դրել է լեզուների աղոթքը օգտագործելով, առաքյալը ինքը գիտեր դրա բանալին։ Գիտեք, շատ անգամ իրականության մեջ, եթե մենք ուզում ենք քայլել այն զորավոր ընթացքով, Աստծո խոսքը, Աստծո խոսքի ճշմարտությունը, կարծես թե նշաններ են այն հոգևոր ճանապարհի վրա, որին մենք նայելով ուղղորդվելու ենք։ Ու այս խոսքի ճշմարտությունը հետևյալն է ասում, որ մենք ամեն ժամանակ աղոթք կանենք հոգով։ Ինչ է տեղի ունենում, երբ որ մենք աղոթում ենք հոգով։ Հոգով աղոթելը մեզ տանում է հոգևոր ոլորտ։ Հոգևոր ոլորտ եւ իրականություն, եւ մենք սկսում ենք հասկանալ հոգևոր բաները։ Եվ հոգևոր բաները սկսում են հասանելի դառնալ մեր համար։ Հոգու աղոթքը, լեզուների աղոթքը մեզ տեղափոխում է հոգևոր ոլորտ, որտեղ մենք սկսում ենք հասկանալ հոգևոր բաները։ Գիտեք, այն ինչը մենք չենք հասկանում, երբեք չենք կարող ընդունել։ Այն ինչը մենք չենք հասկանում եւ որի հայտնությունը չունենք, երբեք չենք կարող ունենալ։
Դու իշկան ուզում ես տգար եւ հիվանդ եղի, եթե չես հասկանում, որ Աստված կարող է քեզ բժշկել, դու չես կարող ընդունել բժշկությունը, որովհետեւ հասկացողության հետ գալիս է զորության ներգործությունը։ Երբ որ մենք հոգով ենք աղոթում, մենք տեղափոխվում ենք հոգևոր ոլորտ, մենք տեղափոխվում ենք Սուրբ Հոգու աշխարհ, Սուրբ Հոգու ոլորտ, որտեղ մենք ունենում ենք հայտնություն, որտեղ մենք հասկանում ենք ինչ է ճշմարտությունը, որտեղ մենք հասկանում ենք Տիրոջ հոգու կամքը, որտեղ մենք բռնվում ենք իր հոգու կամքից, որտեղ մենք առաջ ենք շարժվում հոգևոր իրականության մեջ, որտեղ մեր միտքը ավելի լուսավորվում է, այդ դա է պատճառը, որ մենք ավելի ու ավելի կարիք ունենք հոգու աղոթքի, ավելի կարիք ունենք լեզուների աղոթքի, ավելի կարիք ունենք լեզուների աղոթքի միջոցով մոտենալու նրան։ Գիտեք, շատ անգամ երբ որ կան մարդիկ, ես իրանց հարցնում եմ, աղոթում եմ, որքան ես աղոթում լեզուներով, դու եմ երկու բառ աղոթում եմ, կներես մի երկու բառ լեզուներով աղոթելով, դու չես կարող տեղափոխվել հոգևոր ոլորտ։ Այն պարգևը, որը Տերը դրել է քո մեջ, չի դրել, որպեսզի դու ուղղակի ունենաս իրան։ Դրել է, որպեսզի դու գործածես իրան։ Դրել է, որպես միջոց քեզ ցկելու, քեզ տանելու այն հոգևոր իրականության մեջ, որի համար ինքը կանչել է քեզ։ Դրել է, որպես օրհնություն, որպեսզի քեզ քաշի այն հոգևոր իրականության մեջ, որտեղ գտնվում է քո օրհնությունն ու հաղթանակը։ Աստված երբեք ուղղակի պատահական բաներ չի անում։ Գուցե մենք պատահական բաներ սիրում ենք, որևէ նգար, որևէ տեղ փակցրեցինք, որևէ արձան, որևէ տեղ դրեցինք, որն է օգուտը առավելությունը, թե ուղղակի արձան էր, ունեի, ասացի տնեմ, Աստծո մոտ երբեք դպես չէ։ Աստված երբեք պատահական բաներ չի անում։ Աստված իր հոգին չի դրել քո մեջ եւ չի տվել լեզուների նշանը քո կյանքի մեջ, որպես ուղղակի դու ունենաս եւ իմանաս, դե լեզուներով աղոթում եմ, ուրեմն հաստատ վերստին ծնված եմ ու վերջ։ Լեզուների աղոթքը միջոց է, որպես դու տեղափոխվես հոգևոր ոլորտ քո աղոթքի մեջ։ Ու առաքյալը հենց այդ մասին էլ խոսում է։ Միավորումը մեր եւ Սուրբ Հոգու հետ տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք հաղորդակցվում ենք իր հետ, երբ որ մենք աղոթում ենք լեզուներով։ Դու որքան աղոթես լեզուներով, այնքան քո եւ Սուրբ Հոգու միջև կստեղծվի հաղորդակցության կապ եւ տեղի կունենա միավորում։ Քանիստ եք ուզում հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ։ Աղոթեք լեզուներով։ Կանգնեք այո ժամերով աղոթեք լեզուներով։ Մենք շատ անգամ ուզում ենք գնալ հոգևոր խորը մագարտակների մեջ առանց հոգևոր դաշտ տեղափոխվելով, երբեք այդ բանը տեղի չի ունենա։ Հոգևոր խորը մագարտակների մեջ մենք կարող ենք գնալ Սուրբ Հոգու օգնությամբ ու լեզուների աղոթքի միջոցով։ Գիտեք, իրականության մեջ, եթե դուք փորձեք 1 ժամ աղոթել լեզուներով, դուք կտեսնեք ինչ որ բան փոխվում է ձեր կյանքի մեջ։ Եթե փորձեք հարատևել այդ 1 ժամ աղոթքի մեջ, դուք կտեսնեք ձեր ներաշխարհը սկսում է փոխվել, ինչ որ բան ձեր շրջապատի մեջ սկսում է շարժվել, բացահայտվում են խնդիրները, դժվարությունները, որովհետեւ իր լուծումը ունենան, գալիս է Աստծո օրհնությունը, զորությունը, կարծես դու ներկուստ մի հատ բավարարված վիճակի մեջ ես, ինչու համար, որովհետեւ դու արྩագում ես լեզուների աղոթքի պարգևը, որովհետեւ դու գնում ես այն հոգևոր իրականության մեջ, այն հոգևոր ոլորտի մեջ, որտեղ գտնվում է քո հրաշքը։ Սիրելի եկեղեցի, ուզում եմ քեզ հետևյալը ասեմ։ Ձեր ունեցած շատ խնդիրների պատճառը հոգևոր ոլորտի մեջ չաբրելու հետևանք է։ Ուզում եմ մեկ անգամ եւս ասեմ։ Մեր կյանքի մեջ եղած շատ խնդիրների պատճառ մեր հոգևոր ոլորտում չաբրելու հետևանք է, որովհետև երբ որ դու հոգևոր ոլորտում ես ապրում աղոթքի միջոցով, դու վերցնում ես այն հաղթանակը, որ այս երկրային իրականության մեջ պետք է խնդիրների լուծման համար։ Եթե դու այդ ոլորտում չես, եթե դու այդ ոլորտում շատ ավելի քիչ ես լինում, դու շատ ավելի քիչ կունենաս։ Եթե քո կյանքի մեջ, անգամ ուզում եմ քո համար մի կարևոր օրհնություն բացեմ, եթե քո կյանքի մեջ իրականում կա մի խնդիր, որը քո համար անլուծելի է թվում, կա նման խնդիր քո կյանքի մեջ, կա նման խնդիր քո կյանքի մեջ, ամեն օր 1 ժամ աղոթեք լեզուներով, դու կտեսնեք այդ խնդիրը ինչպես է փոքրանում, ինչու համար, որովհետև դու չես կարող հաղթանակի դաշտից դուրս գալով պարտություն բերել ես իրականություն։
Դու չես կարող Աստծո լեցունության մեջ կամ հոգևոր ոլորտի մեջ ապրելով հանդերձ այս իրականության մեջ խնդիրները չլուծվեն, որովհետև զորությունը, որը դու ստանում ես այնտեղից։ Գիտեք, շատ անգամ ես ասում եմ փորձառաբար, երբ որ կա դժվարություն, ես որպես մարդ փոքրանում եմ այնքան ժամանակ, մինչև որ կանգնում եմ աղոթքի, բայց երբ որ աղոթքից ելա, երբ որ աղոթքից դուրս եկա, այդ հոգևոր ոլորտից դուրս ելա, նման է մարյուծի, որ անդառի մեջ մռնչում է ու ծառները, գազանները սկսում են սարսել։ Ինչու համար, որովհետև այնտեղ ես հանդիպում եմ ունեցել Հուդայի առյուծի հետ, այնտեղ ես հանդիպում եմ ունեցել կյանքի հետ, կենարար աղբյուրից ես ուղղակի վերցրել եմ ու ամեն բան փոխվում է, թեև կա խնդիրը, կա դժվարությունը, բայց նաև կա ելքը եւ հաղթանակի դրոշակը, որովհետև ես այնտեղից եմ եկել։ Փառք Տեր, շնորհակալ եմ Տեր։ Ու երբ որ մենք ապրում ենք այդ հոգևոր ոլորտի մեջ լեզուների աղոթքի միջոցով, գիտեք, այդ հոգևոր ոլորտի մեջ դու ուրիշ մեկին չես տեսնում, բայց միայն Սուրբ Հոգուն։ Այդ հոգևոր ոլորտի մեջ, որի մասին ես խոսում եմ, որի մեջ ես քեզ քաջալերում եմ տեղափոխվել, ապրել լեզուների աղոթքի միջոցով, դու ուրիշ մեկին չես տեսնում, բայց միայն Սուրբ Հոգուն։ Դու հաղորդակցվում ես իր հետ։ Գիտեք, անգամ փորձառաբար վերաբրել եմ հետևյալը, այն խնդիրը, որ իմ համար իրական անհանգստություն է եղել, երբ որ մտել եմ աղոթքի մեջ, գնացել եմ աղոթքի մեջ, հաղորդակցվել եմ Սուրբ Հոգու հետ, տեսել եմ այնքան փոքր խնդիր է այդ խնդիրը։ Ասել եմ Տեր, ես խնդրի լուծման համար ամեն ինչ կդայի, բայց դու անգամ ուշադրություն էլ չես դարձնում այս խնդրի վրա։ Անգամ հարց եղել, ես տվել եմ Տիրոջը, իրականում հոգուս մեջ զգացել եմ, Սուրբ Հոգին ծիծաղում է, դիք ինչ խնդիր, այդ ինչ հարց է, որ անհանգստանում ես, բայց երկրի վրա ես իրականության մեջ մենք տառապում ենք։ Գիտեք, իր ներկայության մեջ ապրելը փոխում է այն իրականությունը, որտեղ դու խնդիրներ ունես։ Նրա ներկայության մեջ ապրելը, քանիսը դուք եք որոշում օգտագործելու այս բանալին, առաքյալը ասում է հոգով աղոթեք, հարատևեք հոգու աղոթքի մեջ, գիտեք շատ անգամ դուք խոսում եք ձեր ընտանիքի անդամների չապաշխարության մասին, գիտեք սա իրականությունն ու փաստն է, բայց ուզում եմ քեզ հետևյալը ասեմ, հնարավոր չի Աստծո թագավորության զորությունը հայտնվի քո ընտանիքի մեջ եւ քո ընտանիքի անդամները չապաշխարեն։ Հնարավոր չէ Աստծո թագավորության զորությունը դու աղոթքի միջոցով բերես քո տան մեջ եւ քո ընտանիքի մեջ խնդիրները շարունակեն հարատևել։ Այո, կշարունակեն հարատևել, քանի դու չես գործածել այն օրհնության բանալին, Սուրբ Հոգու զորությունը, որը բնակված է քո կյանքի մեջ։ Երբ որ օգտագործես, իրավիճակները կփոխվեն։ Գիտեք, երբ որ ես դարձի եմ եկել, ապաշխարել եմ, իրականում կբել եմ Աստծուն։ Իմ ընտանիքիս անդամներին երբեք չեմ ասել եկեղեցի արեք, բայց հիշում եմ մի օր ես դեռ 2-3 տարվա քրիստոնյա էի, եղբայրս եկավ ասաց, Աշոտ, ես էլ եմ ուզում եկեղեցի գալ։ Դե նոր հոգի էի, շատ բան չէի պատկերացնում, ասացի, ինչու մար ես ուզում գալ, քո համար ապրի էլի։ Չէ, ասաց ուզում եմ կամ։ Գիտես, հետաքրքիր է, իր հետ պայմանավորված աշխատանքից ես գալու էի, իրան վերցնելու էի, գնալու էի եկեղեցի, մտածում էի, տեսնես կգաս թե չէ, որովհետև իր մանկական, երիտասարդական, խուլիգանական ընթացքի մեջ էր։ Մտածում էի կգա թե չէ, ավտոբուսից իջա կանգնած էր։ Իջա ասացի եկել ես, ասացա։ Ասացի նա է, թող գնա հաջորդ անգամ նոր կգաս հետս եկեղեցի։ Իրան տուն ուղարկեցի, ինքն է մեծ աղբերն է, ասաց լավ, որ չես տանում չկամ, թողես տուն գնաց։ Հետո անցավ մի ամիսը մելի եկավ, Աշոտ ուզում եմ եկեղեցի կամ։ Քանի անգամ եք ձեր ընտանիքի անդամներին ասում եկեղեցի արեք։ Աստծո թագավորությունը բերեք ձեր տների մեջ։ Աստծո թագավորության զորությունը բերեք ձեր տների մեջ։ Հետո ես երկրորդ անգամ չկարողացա մերժել, ստիպված տարա։ Իհարկե չեմ էլ հասկանում ինչու համար է այդպես մտածում։ Բայց վերջը տարա ու այլևս էլ իրան չասացի եկեղեցի արի կամ մի արի։ Ինքը գիտեր տեղը, ինքը իր համար ելնում գալիս էր, ես գալիս էի արդեն ինքը նստած էր, զարմանում էի, գիտեք որն էր պատճառը։ Թագավորության զորությունը, որը ես իշքան հասկանում այդ չափով էի ապրում, շատ չէի ապրում։ Բերեք Աստծո թագավորության զորությունը ձեր տների մեջ, ունենալով իրական հաղորդակցություն Սուրբ Հոգու հետ։
Հուդայի թղթի առաջի գլուխ 20-րդ համարը ասում է. բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք Սուրբ Հոգով աղոթք անելով։ Գիտեք, իմ համար աղոթքը երկու մասի է բաժանված։ Եթե դու քո ունեցած աղոթքի կյանքի մեջ 50%-ից ավել լեզուներով չես աղոթում, դու չես գիտակցում դրա կարևորությունը։ 50%-ից ավելին մինիմումը, բայց գիտեք, գալու է ժամանակ 90 է դառնալու։ Գալու է ժամանակ դու դադարելու ես ժամին նայելուց, թե ինչքան է անցել քո աղոթքի մեջ, որովհետև դու այդ հոգևոր իրականության մեջ ես, որովհետև դու այդ իրական հաղորդակցության մեջ ես, որը քեզ ավելի տանում է նրա ներկայության մեջ։ Այս է ճանապարհը, որի միջոցով մենք կարող ենք ճանաչել Սուրբ Հոգուն։ Գիտեք, շատ անգամ մենք նստած մեր տեղերում ասում ենք թող Տերը գա ու հրաշք անի։ Շատ անգամ մենք ուզում ենք հրաշքը գա այնտեղ, որտեղ մենք ենք։ Գիտեք, մի բան, որ իմ համար մեծ օրհնություն է եղել, ես հասկացել եմ հետևյալն է. հրաշքը չի գալու այնտեղ, որտեղ ես եմ։ Հրաշքը գալու է այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ ես լինեմ։ Ոչ թե այնտեղ, որտեղ դու կաս, այլ այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ դու լինես։ Ու գիտեք, հաստատ այնտեղ, որտեղ Աստված ուզում է դու լինես, այդ ճանապարհը աղոթքի ու նվիրման ճանապարհ է, որով դու անցնելու ես։ Գիտեք, շատ անգամ, երբ որ մենք խոսում ենք աղոթքի մասին, քաջալերում ենք, կանոններ ենք դնում, կարգեր ենք դնում, 1 ժամ աղոթ, մարդկանց մղում ենք աղոթքի մեջ, եթե մտածում ես, որ այդ ամենը անում եմ իմ համար, սխալվում ես։ Այդ ամենը անում եմ հենց քո համար։ Որովհետև ուզում եմ քո կյանքի արդյունավետությունն ու պտղատվությունը ավելանա։ Չեմ ուզում ուղղակի լինես մեկը, որ ուղղակի քո կյանքը ապրում ես, հետո կանգնում ես Տիրոջ առաջ քո խնդիրներով ու դժվարություններով ու տեսնում ես Աստծո ներկայության մեջ, որ այդ խնդիրներն ու դժվարությունները իրականում քոնը չէին, ուղղակի դու վերցրել ես քո ուսերի վրա եւ ծանրաբեռնված տանում ես, որովհետև քեզ չէին ասել ճանապարհը սա է։ Որպես հովիվ իրականում ուզում եմ ճշմարտությունը քեզ ասած լինեմ։ Ճանապարհը լեզուների աղոթքի միջոցն է Սուրբ Հոգու հետ իրական հաղորդակցություն ունենալու համար։ Դու ուզում ես Սուրբ Հոգու հետ իրական հաղորդակցություն։ Ուզում ես ճանաչել իրան։ Գիտեք, մեր մեջ մենք գանձ ունենք։ Պողոս առաքյալը ասում է, այդ գանձը հողի անոթների մեջ է։ Հողի անոթը մենք ենք ու այդ գանձը Սուրբ Հոգին է, որը մեր մեջ է։ Գիտեք, այդ նման է նրան, որ դու մեծ հարստություն ունես քո մեջ, բայց աղքատ ես ապրում։ Այդ հարստությունը քո մեջ է դատարիր աղքատ լինելուց, դատարիր հոգևոր թափառաշրջիկ լինելուց, դատարիր հոգևորապես սնանկ լինելուց, այդ գանձը հարստությունը, ամենամեծ գանձն ու հարստությունը Տերը դրել է մեր կյանքերի մեջ, որպես մենք ունենանք իր այդ իրական հաղորդակցություն, որպես մենք ավելի ճանաչենք իրեն, ավելի մոտենանք իրան։ Սա է ճանապարհը, որի միջոցով աղոթքի մեջ Տիրոջ հոգու ներկայությունը ավելի կբարձրանա մեր կյանքերի մեջ։ Գիտեք, մենք որքան Սուրբ Հոգու ազդեցությունը ուզում ենք կրել մեր կյանքերի մեջ շատ, այնքան շատ ավելի աղոթելու ենք լեզուներով, այնքան շատ ավելի մոտենալու ենք իրեն աղոթքի միջոցով։ Շատ անգամ մարդիկ, գիտեք, ուզում եմ անկեղծ ձեզ հետևյալը ասեմ։ Ես տեսել եմ շատ քրիստոնյաների, անգամ ձեր մեջ կան նման շատ քրիստոնյաներ։ Կա խնդիր ու դժվարություն։ Հարցնում եմ, աղոթում ես, ասում է, հա, աղոթում եմ։ Ու իրականում աղոթել է, ես չեմ կարծում սուտ եք խոսում։ Իրականում աղոթել եք։ Գիտեք, ես երբ որ ասում եմ աղոթում ես, եսի նկատի չունեմ քո դասական ու կրոնական աղոթքը։ Եսի նկատի ունեմ աղոթք, որի միջոցով դու այնքան ես մոտեցել Տիրոջը, որ քո խնդրի պատասխանի լուսավորումն ու իմաստությունն ես վերցրել։ Աստծո ծառաները Սուրբ գրքի մեջ ու եկեղեցու պատմության մեջ այդ կերպ են վարվել։ Հակոբը ինքը աղոթեց այնքան, մինչև հրեշտակը օրհնեց իրան։ Գիտեք, շատ անգամ ես ասում եմ, ես չգիտեմ, Հակոբը իր համառությամբ ինչ ձևի էր բռնել այդ աննյութական հրեշտակին, բայց ասում էր բռնել էր ու չէր թողնում ու ասում էր օրհնիր ինձ ու նոր ես քեզ բաց կթողնեմ։ Օրհնիր ինձ ու ես քեզ բաց կթողնեմ։ Ինչպես է հնարավոր հրեշտակին բռնել։
Ես տեսել եմ հրեշտակ, պատեհություն ունեցել եմ, իրան բռնել հնարավոր չէ, ովքեր են երբևէ նման փորձառություն ունեցել, իրան բռնել հնարավոր չէ, բայց Հակոբը բռնել էր իր հավատքով, այո, գնա քո հավատքով բռնիր Տիրոջ փեշից, գնա քո հավատքով ընկի Հիսուսի ոտքերի տակ, գնա քո հավատքով մոտեցի Սուրբ Հոգուն, աղոթի այնքան, աղոթի այնպես, մինչև կգա իմաստություն ու զորությունը քո կյանքի դժվարության լուծման, այս սա է աղոթքը։ Գիտեք, իրականության մեջ ազդու աղոթքի նպատակը խնդրի լուծմանը հասնելն է։ Երբ որ մենք խոսում ենք աղոթքի մասին, խոսում ենք լավ աղոթքի մասին, չունենք այն մտածելակերպը, որ լավ էր, մի քիչ զորացար, լավ զգացիր, այլ դու աղոթեցիր ու ինչ որ բան փոխվեց։ Գիտեք, երբ որ մենք չորեքշաբթի օրը այստեղ աղոթում էինք, ինչ որ բան փոխվեց։ Այստեղը շարժվում էր նրա ներկայությունից։ Մենք ընկած էինք նրա ներկայության առաջ, մենք չենք ուզում դադարել աղոթքից, մարդիկ գալիս էին, առաջը ծնկի էին գալիս, հետո վեր էին կենում, գնում էին, հետո մեկ ուրիշներ գալիս, ես մի քանի անգամ առիթ ունեցա ծնկի գալու Տիրոջ առաջ ու ասելու Տեր, շնորհակալ եմ, գիտեք, կար ժամանակ աղոթքը ոչ մեկս չէինք առաջնորդում, ուղղակի նրա ներկայությունը առաջնորդում էր մեզ, նրա ներկայությունը հպվում էր մեզ, նրա ներկայությունը շարժվում էր եկեղեցու մեջ, իրական աղոթքի գաղափարն ու նպատակը հենց այդ է, որպեսզի շարժվի այն վայրը, որտեղ որ դու աղոթում ես։ Հենց դա է Աստծո կամքը։ Ու մենք խոսում ենք աղոթքի մասին, Աստված ուզում է, որպես մենք ամեն մեկս հասնենք այս աղոթքի հաղորդակցության մագարտակի մեջ, որտեղ Սուրբ Հոգին այնքան իրական է, որ ուղղակի կասենք, նրանով ամեն բան հնարավոր է։ Նրանով ամեն բան հնարավոր է։ Նրա մեջ ու նրա ներկայության մեջ աշխարհի բոլոր հիվանդությունները կբժշկվեն։ Նրա ներկայության մեջ աշխարհի բոլոր խնդիրները իր լուծումը կունենան։ Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մենք քայլ ենք անելու դեպի այդ ընթացքը, դեպի այդ ճանապարհը։ Աղոթքի միջոցով մենք մնում ենք Աստծո մեջ։ Աղոթքը մեզ ավելի է մոտեցնում Աստծուն։ Աղոթքի միջոցով մենք անձնական հարաբերության մեջ ենք մտնում Սուրբ Հոգու հետ։ Ուզում եմ մի համարել կարդամ ձեր համար, Եսայի մարգարեությունից։ Գիտեք, կարևոր խոսքեր կան, որոնք մեր համար բանալիներ են։ Շատ անգամ մենք մտածում ենք, աղոթում ենք ու վերջ, փորձեմ այս համարն էլ կարդամ ու վերջացնենք։ Եսայի մարգարեություն 12-րդ գլուխ 3-4 համարները։ Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից։ Եվ այն օրը կասեք, գովեցեք Տիրոջը, կանչեք նրա անունը, հռչակեք նրա գործերը ժողովուրդների մեջ եւ հիշեցրեք, որ բարձր է նրա անունը։ Գիտեք, մենք կարդում ենք մի հատ խոստում, որը վերաբերվում է վերջի ժամանակներին։ Եվ այդ օրերում, ես ուզում եմ քեզ ասեմ հետեւյալը, եւ այս օրերում մենք ջուր կհանենք փրկության աղբյուրներից։ Ուզում եմ քեզ մի կարևոր բան ասեմ, խնդրում եմ լսիր։ Երբ որ մենք աղոթքով տեղափոխվում ենք այն ոլորտ, որտեղ Սուրբ Հոգին ուզում է լինել, որտեղ Սուրբ Հոգին ուզում է շարժվել մեր կյանքի մեջ, մենք այդ աղբյուրներից ուղղակի ջուր ենք հանում։ Ու գիտեք, մեկ ուրիշ կարևոր բան, որ ուզում եմ ասեմ, ինչ է տեղի ունենում, երբ որ մենք աղոթում ենք լեզուներով։ Ինչպես ենք այս ջուրը մենք հանում, երբ որ մենք աղոթում ենք լեզուներով։ Մեր մարդկային հոգին է աղոթում Սուրբ Հոգու ազդեցության ներքո։ Ոչ թե Սուրբ Հոգին է աղոթում է մեր մարդկային հոգին Սուրբ Հոգու ազդեցությունը իր վրա կրելով։ Կորինթացիների 14-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը ասում է, երբ որ մենք աղոթում ենք լեզուներով, մեր հոգին է աղոթում։ Պենտեկոստեի երկրորդ գլխի մեջ մենք տեսնում ենք Սուրբ Հոգին եկավ եւ առաքյալները, աշակերտները սկսեցին լեզուներով աղոթել։ Մենք այս երկու համարը զուգորդելով հասկանում ենք Սուրբ Հոգին գալիս է եւ Սուրբ Հոգու ազդեցության ներքո մեր մարդկային հոգին աղոթում է լեզուներով։ Խնդրում եմ ուշադիր լսի։ Իրական հաղորդակցությունը մեր եւ Սուրբ Հոգու միջև ունենում է, տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք աղոթում ենք լեզուներով անընդհատ մեր վրա կրելով Սուրբ Հոգու ազդեցությունը։ Քանիստ եք ուզում Սուրբ Հոգու ազդեցությունը կրել ձեր վրա։ Երբ որ դու աղոթում ես լեզուներով, դու այդ փրկության չրորից, այդ կյանքի աղբյուրից վերցնում ես Սուրբ Հոգու ազդեցությունը քո հոգու վրա ու սկսում ես աղոթել լեզուներով։
Ամենաիրական հաղորդակցության պահը, որը տեղի է ունենում մեր եւ Սուրբ Հոգու միջև, հենց լեզուների աղոթքի միջոցով է, որ մենք այդ ազդեցությունը կրում ենք մեր վրա։ Մենք այդ ազդեցությունը քաշում ենք մեր վրա։ Տեր, ես նորից եմ ուզում։ Տեր, ես նորից եմ ուզում։ Անընդհատ դու վերցնում ու տալիս ես, անընդհատ դու վերցնում ու տալիս ես։ Ու գիտեք, ուզում եմ մի կարևոր բան ասեմ։ Փորձառաբար շատ անգամ ես տեսել եմ մաշկարյական պատկամները գալիս են այն ժամանակ, երբ որ ես աղոթում եմ լեզուներով, անընդհատ վերցնելով, Սուրբ Հոգին սկսում է նաև մաշկարյական պատկամներ բերել։ Դուք ուզում եք մաշկարյանաք, կրեք այդ ազդեցությունը ձեր վրա։ Սա մեր որոշումն է։ Սա քո որոշումն է։ Մենք շատ անգամ ասում ենք Տիրոջ հոգին կա այս բաները տեղի ունենա, Տիրոջ հոգին արդեն իսկ եկել է, ուղղակի ընդունիր քո կյանքի մեջ այդ ազդեցությունը անընդհատ լեզուներ աղոթելու միջոցով, որպես այդ ազդեցությունը ավելանա քո կյանքի մեջ։ Քանիստ եք ուզում Սուրբ Հոգին ավելի շատ ազդի ձեր հոգու վրա։ Աղոթեք լեզուներով։ Աղոթեք լեզուներով, որովհետև իրականության մեջ, երբ որ մենք լեզուներով ենք աղոթում, մեր մարդկային հոգին է աղոթում Սուրբ Հոգու ազդեցության ներքո։ Եթե ուզում ես իրական հաղորդակցություն, գիտեք, իրական մարդկային հաղորդակցության մեջ կա ջերմության մի պահ, որտեղ մարդիկ, ընկերները բռնում են իրար ձեռք։ Անկամ մենք երբ որ իրար ձեռք ենք սեղմում, գիտեք, դա հաղորդակցության պահ է։ Մենք հաղորդակցվում ենք իր հետ։ Մենք բարևից բացի խոսքից առավել սեղմում ենք իրար ձեռք ասելով, ես ողջունում եմ քեզ, ես ձեռքի սեղմումով հաղորդակցվում եմ քո հետ։ Ու գիտեք, սա դա շատ հիանալի է։ Երբ որ մեկին ձեռքով ես բարևում, դա հարգանքի նշան է։ Երբ որ դու աղոթում ես լեզուներով, դու Սուրբ Հոգու իրական ազդեցությունը կրում ես քո հոգու վրա եւ դա ամենաիրական պահն է, որ ձեր մեջ ստեղծում է հաղորդակցություն։ Քանիստ եք ուզում ավելի հաղորդակցվել իր հետ։ Աղոթեք լեզուներով։ Արծագեք լեզուների աղոթքը, բարձրացրեք լեզուների աղոթքը, ամեն անգամ այդ փրկության ջրորներից քաշելով այդ ջուրը, ամեն անգամ վերցնելով այդ ջուրը, գիտեք, Աստված մեզ տվել է ընտրության հնարավորություն, եւ սա մեր ընտրությունն է։ Մենք շատ անգամ մարդկային ծուլությունն ու հեշտասիրությունը ուղղակի մեզ տանում է հետեւյալի մեջ, ասա նրան եւ նա կդա, խնդրիր եւ նա կբացի ու վերջ։ Այո, մենք խնդրում ենք ու նա տալիս է, մենք խնդրել ենք ու նա արդեն իսկ տվել է իր ճշմարտության հոգին, մենք որքան է ճշմարտության հոգու օրհնությունից վերցնենք, այնքան ավելի օրհնված կլինենք։ Այդ փրկության ջրորներից ես եւ դու ենք ջուր հանողը։ Սիրելի եկեղեցի, մենք ջուր ենք հանելու շատերի համար։ Այդ փրկության ջրորը անսպառ է, մենք ջուր ենք հանելու շատերի փրկության համար։ Մենք ջուր ենք հանելու այս երկրի համար, այս երկրի յուրաքանչյուր անկյունի համար։ Աստված մեր ամեն մեկին կանչել է հենց այս գործի համար։ Ու եթե իրականության մեջ դու ուզում ես ավելի ճանաչել Սուրբ Հոգուն, ավելի հաղորդակցվել նրա հետ, ավելի մեկ լինել նրա հետ, լեզուների աղոթքի միջոցով ավելի կրիր նրա ազդեցությունը քո հոգու վրա եւ քո եւ իր միջև իրական հաղորդակցության կապ կստեղծվի, որը դու կսկսես ավելի շարունակել։ Վստահ եմ շատերը ձեզանից Սուրբ Հոգու հետ ունեք հաղորդակցություն։ Եվ եթե հարցնեմ, դուք միշտ կտեսնեք, այն պահը, երբ որ Աստծո ներկայությունը թանձր է եղել, դու սկսել ես խոսել լեզուներով։ Ինչու համար? Որովհետև անգիտակցաբար անգամ մեր հոգին հասկանում է, այդ ժամանակ է, որ իրական կապը տեղի է ունենում։ Այդ ժամանակ է, որ իրական կապը տեղի է ունենում։ Մեկ ուրիշ բանի մեջ քեզ քաջալերեմ։ Փորձիր աղոթել ամեն օր 1 ժամ լեզուներով։ Դու կտեսնես քո կյանքը կփոխվի։ 1 ամիս հետո քո շրջապատը կտեսնի, որ քո կյանքը կփոխվի։ 1 տարի հետո եկեղեցին կտեսնի, որ քո կյանքը կփոխվի։ Քո ընտանիքի կեցությունը կփոխվի։ Քո հոգևոր կյանքի մեջ լուրջ զարթում կգա։ Ինչու համար? Որովհետև դու հարատևորեն ու ամեն օր պահում ես լեզուների աղոթքի օրհնությունը քո կյանքի մեջ։ Ամեն օր եւ հարատևորեն պահում ես։ Գուցե մտածես ասես որքան ժամանակ։ Քո ամբողջ կյանքը։ Քո ամբողջ կյանքը։ Ու տալը մի ժամը սկիզբն է։ Իհարկե ես հասկանում եմ հիմա քո համար դժվար է, բայց դու այնքան իրան կփափագես։ Աստծո ծառաներից մեկի համար իրան հարցնում ասում են. Երբ որ շատ գործ ես ունենում, ինչ ես անում, ասում է ավելի շատ աղոթում եմ։
Մենք երբ որ շատ գործ ունենք, ամեն ինչ թողնում ու գնում ենք, բայց ես Աստծո ծառան ու մանու մարդին լյութերեր, ինք ասում է, ես ավելի ու ավելի շատ աղոթում եմ, որպեսզի կարողանամ հասցնեմ իմ գործերը։ Երբեք եւ ոչ մի բան քո աղոթքի ժամանակից մի վերցրու անելու համար։ Ունեցի որոշում քո աղոթքի ժամի համար, ունեցի որոշում կանգնելու նրա առաջ ու լեզուներով աղոթելու համար։ Մեկ ուրիշ հարցի պատասխանել ուզում եմ տամ ու աղոթենք։ Գուցեև դու ասես, ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր երկար լեզուներ են աղոթում, բայց իր կյանքը չի փոխվում։ Այո, կա նման բան։ Բայց գիտեք ինչու համար իրանց կյանքը չի փոխվում, որովհետև իրանց մոտ լեզուների աղոթքը ոչ թե հաղորդակցություն է, այլ մեխանիկական գործողություն։ Մեխանիկական գործողություն։ Իրանց մոտ աղոթքի բառերը չի փոխվում, իրանց մոտ միշտ նույնն է, իրանք մեխանիկորեն ուղղակի կրկնում են, դա մեխանիկական գործողություն է, դա հաղորդակցություն չէ։ Երբ որ դու լեզուներով աղոթում ես, քո կենտրոնացումը լինելու է Սուրբ Հոգու հետ հաղորդակցության վրա, ոչ թե ուղղակի մեխանիկորեն խոսալու վրա։ Այդ է պատճառը, որ գուցե կան մարդիկ, ովքեր ժամերով աղոթում են, իրանց կյանքի մեջ ոչինչ չի փոխվում, որովհետև իրանք ուղղակի մեխանիկա են օգտագործում, ուղղակի խոսում են լեզուներով, իրանց հոգին խոսում է լեզուներով, անգամ քանի որ չկա կենտրոնացում, իրանց լեզուների բառերը չի փոխվում, միշտ նույնն է, ոչինչ չի ավելանում, մաշկարյական պատկամ չկա, լեզուների թարգմանություն չկա, որովհետև մեխանիկականի գործողությունը ավելի շատ է։ Բայց եթե ուզում ես նրա այդ իրական հաղորդակցություն, լեզուների աղոթքի ժամանակ կենտրոնացի իր վրա, թույլ տուր մաշկարյական պատկամներ կան, թույլ տուր նոր բառեր կան, թույլ տուր ավելի Տիրոջ հոգու զորությունը արձակվի քո կյանքի մեջ, թույլ տուր այդ աղոթքի միջոցով Սուրբ Հոգին քեզ տեղափոխեն ոլորտ, որի մեջ իրականում ուզում է տեսնել քեզ։ Քանիստ եք ուզում հենց հիմա նորը սկսել, հենց հիմա ավելանա ձեր կյանքի մեջ ինչ-որ բան, խնդրում եմ ոտքի կանգնենք աղոթքի համար։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա, շնորհակալ եմ կյանքի և զորության Հոգի, շնորհակալ եմ քեզ սիրելի Սուրբ Հոգի, որ մեր կյանքերի մեջ ես, շնորհակալ եմ, որ մեր կյանքերի մեջ ես, ճշմարտության Հոգի, շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ քեզ, որ մենք քեզ ունենք, շնորհակալ եմ քեզ, որ դու մեզ որբ չես թողնում, շնորհակալ եմ քեզ Սուրբ Հոգի, մենք քեզանից խնդրում ենք կյանքի և զորության Հոգի, որպեսզի քո եկեղեցուն դու առաջնորդես ճանաչողության մի նոր մակարդակի մեջ, եկեղեցի աղաղակի նրան ասելով, ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ ավելի ճանաչել քեզ, ես ուզում եմ ավելի ճանաչել քեզ սիրելի Սուրբ Հոգի, զորության աղբյուր, ես ուզում եմ ավելի ճանաչել քեզ, օրհնության աղբյուր, ես ուզում եմ ավելի ճանաչել քեզ, ես ուզում եմ աղոթքի միջոցով ինձ տեղափոխես այն հոգևոր իրականության մեջ, որտեղ իմ միտքը լուսավորվում է, որտեղ գալիս է նոր հայտնություն և նոր հասկացողություն, սիրելի Սուրբ Հոգի, առաջնորդիր քո եկեղեցին, առաջնորդիր քո եկեղեցին այս ընթացքի մեջ, առաջնորդիր քո եկեղեցին այս ճանապարհի մեջ, առաջնորդիր քո ամեն մի զավակին, Տեր Հիսուսի անունով, այստեղ գտնվող ամեն մեկին ես ուղղակի մղում եմ քո գիրկը, մղում եմ դեպի քո ներկայությունը, մղում եմ դեպի այդ հոգևոր նոր ոլորտի մեջ, որտեղ իրենք ավելի կճանաչեն քեզ։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա, շնորհակալ եմ հավիտենական Թագավոր, Սուրբ Հոգի, իրականում մենք ավելին ենք ուզում, քո եկեղեցին ավելին է ուզում, և այդ ավելին կամենալու ճանապարհի մեջ, մենք ուզում ենք, որպեսզի քո հոգու զորությունը սիրելի Հայր, ավելի արձակվի մեր կյանքի մեջ քո խոսքի միջոցով, որպեսզի մենք ոչ միայն լինենք լսողներ, այլ լինենք մարդիկ, ովքեր կունենան որոշում կանգնելու այդ աստվածային դիրքի մեջ, ովքեր կունենան հասկացողություն, մտքի լուսավորում, կունենան հայտնություն անցնելու այդ ճանապարհը։ Շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ քեզ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ քեզ կյանքի Հոգի, շնորհակալ եմ քեզ օրհնության Հոգի,
Ես կանչում եմ քո անունը ամեն մեկի կյանքի մեջ եւ խնդրում եմ արա այն ինչ ուզում ես Այո Սուրբ Հոգի Ես մեկ անգամ եւս քեզ ամբողջովին հանձնվում եմ եւ ասում եմ արա այն ինչ ուզում ես շարժվիր այնպես ինչպես ուզում ես գործիր այնպես ինչպես ուզում ես շնորհակալ եմ քեզ